Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է մարտի 19-ի համար, բոլոր ամսվա ծնված նշանների համար։ Տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու այդ օրը։ Գնենք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին մարտի 19-ին։ Հարգելի խոյեր, այդ օրը խոչընդոտներ կան, բայց այստեղ ելք եք փնտրում, որ այդ խոչընդոտներին լուծում տակ, կարծես թե չեք կարողանում գտնել, դա համար տխրում եք։ Չգիտեմ դա ինչ խոչընդոտներ են, որ չեք կարողանում լուծել։ Եվ կարող նաև ձեզ վատ զգալ, այդքան մի սրտին մոտ ընդունեք, գուցե իրոք շատ կարևոր բաներ են։ Նաև դա կարող է կապված լինել հիվանդանոցի հետ, բժշկական կենտրոնի հետ, նաև հիվանդին տեսակցելու հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնենք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին մարտի 19-ին։ Հարգելի ցուլեր, այդ օրը հանկարծակի լուր կլսեք, նաև այստեղ երկերեսանի մարդիկ կան, միգուցե այդ հանկարծակի լուրը իրենք են ասում կամ իրենց մասին կարող լսել։ Օրվա ընթացքում խոչընդոտներ կան նաև, որոնք որ պետք է կարողանաք հաղթահարել։ Ուշադիր եղեք այստեղ նաև ոչ հնարավորություն կարող բաց թողնել աշխատանքի հետ կապված։ Ուշադիր եղեք այդ փաստը, նաև եթե ուշադիր լինեք եւ չկորցնեք այդ հնարավորությունը, ապա այստեղ աշխատանքի հետ կապված հանդիպում ոչ տղայի հետ եւ ոչ պայմանագիր կկնքեք։ Դա համար փորձեք այնպես անել, որ բաց չթողնել այդ հնարավորությունը։ Նաև կարող է պատվիրում է ձեզ մշտապես, այն ինչ որ կարող պայման եք կապում, որ մշտապես նա ձեզանից ինչ-որ բաներ պատվիրի եւ անդադ այդ գործը անեք։
Եվ հույսով լցված եք, որ ամեն ինչ լավ կլինի, որ կամ հույսով սպասում եք ինչ-որ բանի, եւ կտրուկ քայլ կանեք։ Կտրուկ քայլ դուք կանեք, կտրուկ քայլ նաեւ ձեր նկատմամբ կարող են անել, այդտեղ չգիտեմ, ինչ պահ է, ինչի վրա եք հույսներ դրել։ Նաեւ դա կարող է լինել ինչ որ անսպասելի մի բան, անսպասելի մի բան, որ կամ դուք նաեւ անմտածված քայլ կանեք։ Լավ մտածեք, ոնց որ մարդը հույսով սպասում է, հույսը կորցնում եւ ինչ որ կտրուկ քայլ է անում եւ այդ պահին հստակ, անմտածված է անում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկվորյակների։ Ինչ է սպասվում եկվորյակներին մարտի 19-ին։ Հարգելի եկվորյակներ, այդ օր առավոտյան չգիտեմ ինչու հուզված եք բավականին։ Հուզված եք կամ երազ եք տեսել կամ ինչ-որ մի բան է, նաև կարող եք արտասվել։ Հանդիպում շփում կունենաք որևիցե տղայի հետ, կամ տղայի մասին ինչ-որ մի բան կարող եք լսել, իմանալ, կամ նաև սա սիրային թեմա կարող է լինել ոմանց համար։ Երկրորդ կեսի հետ կապված։ Եվ օրվա ընթացքում ինչ-որ մի բան փակ է, ինչ-որ մի բան չի ստացվում, դրա վերաբերյալ ոչինչ ինչ-որ մի բան կլսեք։ Եվ նաև կարիերան առաջ է գնում, կարիերայում առաջ խաղացում ունեք, միգուցե պատվերներ են, միգուցե ինչ-որ մի բան է, որը առաջ է տանում ձեզ։ Նաև ճանապարհ կգնաք կամ ինչ-որ մարդիկ կգան ձեզ մոտ, ճանապարհը նաև եթե կարիերայը վերածենք, կարող է նաև գործուղում է, որը եւս ձեզ համար դա շատ լավ է առաջընթաց է։ Եվ կամ դուք եք ինչ-որ մեկին գումար տալու, կամ ձեզ են տալու գումար, որից է տղամարդ է, միգուցե ձեր տնօրենն է, միգուցե մեկ այլ մարդ է, որ ձեզ գումար կտրամադրի, կամ դուք պետք է վճարեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետինների։ Ինչ է սպասվում խեցգետիններին մարտի 19-ին։
Հարգելի խեցգետիններ, այդ օրը հաջողություն ունեք աշխատանքում, կարիերայում, միգուցե բարձրունք է, միգուցե աշխատանքի ընդունելություն է, նաև հանդիպում պետական աշխատողի հետ, նաև հարցազրույց, որը ևս ձեզ հաջողակ կլինի, լավ կանցնի, մնացած արդեն ձեզանից է կախված, թե ինչպես եք այնտեղ խոսել կամ խոսելու։ Օրվա ընթացքում տատանվում եք, ծանրութ թեթև եք անում, ընտրության առջև կանգնած կլինեք, նաև պետական հիմնարկության հետ կապված ոչ հարցեր ունեք, կամ մտածում եք, դիմեք թե չդիմեք, կարող է դա է, դրա համար եք տատանվում, նաև ուսման կենտրոնն է, սա, որ կարող եք այցելել, բժշկական կենտրոնն է, որ ևս կարող եք այցելել։ Օրվա ընթացքում գորգռում եք, միգուցե փորձում են ձեզ մոլորեցնել, դուք հասկանում եք, որ ուզում են մոլորեցնել ձեզ եւ գորգռում եք տվյալ մարդկանց վրա, կամ ոչ մի բան այդպես փուչիկի նման պայթում եւ դուք գորգռում եք դրանից։ Օրվա վերջ ոչ մի լուսավոր բան տեղի կունենա ձեզ հետ, ինչ որ մի լավ բան է, որը տեղի ունենալու ձեզ հետ, եւ ինչ որ մի տեղ կարող գնալ երկար մնալ։ Կամ ինչ որ մարդիկ կան ձեր տուն, ինչեւ ուշ այդպես երկար մնան։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կառույցներին։ Ինչ է սպասվում առուսներին մարտի 19-ին։ Հարգելի առուսներ, այդ օրը պետական հիմնարկության հետ կապված ոչ հարցեր ունեք, պետք է զբաղվեք դրանով։ Դա կարող է լինել բժշկական կենտրոն, ուսումնական կենտրոն եւ այլն, յուրաքանչյուր տեղ։ Եվ օրվա վերջ ելք եք փնտրելու, ինչ որ հարցին լուծում տալու համար, միգուցե նաեւ գտնում եք այդ ելքը, որովհետեւ ինչ որ այստեղ լավ պահեր կան ձեզ մոտ։ Նաեւ բարի լուր կլսեք այդ օրը, լավ լուր կլսեք եւ իհարկե ելքը կգտնեք, եթե ինչ որ խնդիր կա, ապա այդ ելքը կգտնեք։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնենք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին մարտի 19-ին։
Հարգելի կույսեր, այդ օրը գումար կամ կստանաք կամ սպասում եք, որ գան գումարը վճարեք դիմացինին։ Նաև ոչ տղայի հետ կապված ոչ լուսավոր մի բան տեղի կունենա։ Գուցե կամ ինքն է ինչ-որ մի բան ասում ձեզ, որը ձեզ համար հիանալի է եւ ձեր տրամադրությունը բարձրանում է, կամ ինքը մտնելով ձեր կյանք այդպես լուսավոր մի բան է բերում, կամ ձեր տղան է իր մոտ է, կամ դուք եք եթե տղա եք այստեղ, գուցե ձեզ մոտ է դա տեղի ունենում, ձեր ամուսնու մոտ, օրվա ընթացքում ինչ-որ մի բան փակ է, գուցե աշխատանքի հետ է կապված, չեք կարող ինչ-որ մի բաներ անել, առաջ տանել եւ բավականին էմոցիոնալ կարող եք լինել։ Եթե հանգստանաք, նոր կկարողանաք լուծել այդ խնդիրը, էմոցիաների ազդեցության տակ դժվար թե կարողանաք գտնել դրա լուծումը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կշարքներին։ Ինչ է սպասվում կշարքներին մարտի 19-ին։ Հարգելի կշարքներ, այդ օրը գումար կամ կստանաք կամ գումար կծախսեք։ Ինչ-որ դռներ են բացվելու ձեր առջև, ոչ թե լավ պահեր են լինելու, լուսավոր մի բան է տեղի ունենալու ձեզ մոտ, մի լավ հաջողություն, որից ձեր տրամադրությունը լավ կբարձրանա։ Օրվա ընթացքում որևիցե հարցին ելք տալու, լուծում տալու համար ելք եք փնտրելու։ Նաև այստեղ կամ ձեր սիրելին է հիվանդ, կամ հոգնել եք, գուցե մեկը մյուսից պետք է հանգստանաք, հանգստություն է պետք ոնց որ ձեզանից։ Նաև սա պայմանագիր է, գուցե դա առողջության հետ կարող է կապված լինել, ինչ որ բան եք ստորագրում դիմացինին վիրահատելու համար կամ նման որևիցե պահեր են։ Եվ նաև գուցե ուզում եք ամուսնության առաջարկ անել դիմացինին, բայց այս պահին հիվանդ եք եւ չեք կարողանում անել։ Կամ հարսանիքի պետք է գնաք եւ դեռևս դժվարանում եք, որովհետեւ հիվանդ եք եւ դեռ չգիտեք կապակինվեք, թե ոչ գնալու համար։ Իսկ օրվա վերջ արդեն կամ պետք է խնամեք ինչ որ մեկին։ Օրվա վերջ բարձր տրամադրություն կունենաք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճներին։ Ինչ է սպասվում կարիճներին մարտի 19-ին։ Քարտերը ցավոք սրտի ձեզ չեն ուզում պատասխանել, կվերցնենք մեկ այլ քարտ, տեսնենք որն է ձեռքից տակ, սա կվերցնենք, տեսնենք ինչ է ուզում պատասխանել։ Չպատասխանեց այն հարցին։ Ինչ է ձեզ սպասվում։ Ինչ է սպասվում կարիճներին մարտի 19-ին։ Ոմանք այդ օրը ուսմամբ կզբաղվեն, ոմանց մոտ գաղտնիք է բացահայտվելու,
Նաև կյանքի ինչ-որ նոր փուլ եք մտնում, նոր էջ եք մտնում, փոխում եք ձեր կյանքի էտապը։ Ոմանք էստեղ հղիությունը ծննդաբերություն, չգիտեմ ինչու չէր կարողանում ասել, ամենայն դեպս չուզեց ասի։ Նաև նոր բիզնես կարող եք սկսել, հստակ կարող փոստաթղթերն եք ձևակերպում, նաև դա թորներն են, երեխաները, ովքեր կգան ձեր տուն, երեխաների հետ կապված ինչ-որ հարցեր են, որոնք որ պետք է լուծեք, միգուցե առիթ է նաև։ Եվ այստեղ ինչ-որ մի բանի կորուստ ունեք, տեսնենք ինչի կորուստ է սա։ Ինչ-որ բաներ ավելորդ կարող եք խոսել, եւ այդպես նաև կորցնել ձեր հեղինակությունը։ Այսինքն այն մարդկանց մոտ, որոնց մոտ որ չէր կարելի խոսել, այդ մարդկանց մոտ կխոսեք։ Եվ հետո դա ձեզ համար կորուստ է։ Ինչ որ մի նյութ կարող է այդպես տարածվել եւ դա նաև իհարկե բնականաբար ձեր հեղինակությանն է վերաբերում։ Ներքևում էլ այստեղ առնետ է։ Աղվեսն է։ Նույնն են, էլի իրանք տարբերություն այստեղ չկա։ Այնպես որ պետք է ուշադիր լինել այդ օրը թե ում հետ ինչ եք խոսում ընդհանրապես եւ շատ բաներ չխոսել, չբարձրաձայնել։ Ոչ մի կարևոր բան ձեր կյանքում։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին մարտի 19-ին։ Հարգելի աղեղնավորներ, այդ օրը խոչընդոտներ կան, որոնք պետք է հաղթահարեք։ Եվ այդ խոչընդոտները բայց կկարողանաք հաղթահարել իդեպ ասեմ շատ հանգիստ, որովհետև այստեղ ինչ-որ մի բան է տեղի ունենալու, եւ այդ խոչընդոտները ոնց որ ավելի թեթևանա եւ ավելի հեշտանա։ Եվ ձեր տրամադրությունը հետո կբարձրանա, որ կկարողանաք այդ ամենը անեք։ Ոմանք այդ օրը պատրաստվում են հարսանիքի, որ գնաք հետո։ Նաև դա կարող է կապված լինել ամուսնության առաջարկի հետ, սիրո խոստովանության, պայմանագիր կարող եք կնքել, նաև ինչ-որ ցիկլային աշխատանք է, որ կարող եք անել, այստեղ եւս աշխատանքը կա, կարող է դա է, որ ինչ-որ բաներ են ձեզ այնպես պատվիրում կամ ոնց որ դժվարություններ սկզբում այդ աշխատանքը անելը, հետո արդեն ամեն ինչ կարգավորվում է, կարողանաք անել։ Նաև դա հարսանիքի հրավեր է, կարող են ձեզ հրավիրել այդ օրը։ Ոմանք կընդունվեն աշխատանքի, ոմանց ընտանիքում նաև շատ կարևոր մի բան է տեղ ունենում, որ կարող եք նշել։ Եվ
Հարցազրույց նաև կարող եք ունենալ այդ օրը, հանդիպում պետական աշխատողի հետ, եթե պատվերներով եք աշխատում, պատվերների համար կարող են խոսել ձեզ հետ, հարցեր տան, աշխատանքի մասին նաև կարող եք խոսել, կամ պատվիրեն ձեզ ինչ-որ պահեր, ինչ-որ դուք աշխատում եք։ Աշխատանքը ոնց որ շատ է լինում այդ օրը։ Ուշադրությունը ավելի շատ աշխատանքի հետ է կապված։ Եվ որոշ դռներ են բացվում ձեզ համար, հաջողություն ունեք, օգտվեք այդ առիթից, հանդիպում կամ շփում կունենաք որևիցե տարեց տղամարդու հետ, գուցե պետական աշխատող է, միգուցե ձեր հայրն է, ինչ-որ հարցում նաև աջակցում է ձեզ, օգնում է ձեզ, եւ ճանապարհ եք գնալու, կամ ձեզ մոտ կարող են մարդիկ գալ։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այդ եղջյուրների։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին մարտի 19-ին։ Հարգելի այդ եղջյուրներ, այդ օրը բավական էմոցիոնալ կլինեք, նաև հեռախոսազանգ կունենաք, կտրուկ ոչը քայլ կամ դուք կանեք կամ անսպասելի ոչը մի բան տեղի կունենա կամ անսպասելի կարող ձեզ զանգեն եւ հիվանդանոցում ինչ-որ մեկը կա կամ կարող եք դուք այցելել ոչը կոսմետոլոգի մոտ, ոչը բժշկական հիմնարկություն ինչ-որ պրոցեդուրաներ անելու համար, գուցե այցելում եք այնտեղ ոչը երիտասարդ տղայի տեսնելու համար, կամ բժիշկն է երիտասարդ, նաև հանդիպում շփում կունենաք ոչը երիտասարդ տղայի հետ։ Հուզված եք, պետք է գնաք պետական հիմնարկություն եւ այնտեղ բավական հուզված եք գնում։ Չգիտեմ ինչու։ Ավելի շատ գնում եք, քան այնտեղից հուզված դուրս եք գալիս, որովհետեւ սկիզբը հուզմունքն է։ Այսքանը ձեզ համար, չգիտեմ ինչու, կարող բժշկական կենտրոն եք գնում, կարող ուսման կենտրոն, կարող քննություն է դրա համար եք հուզվել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսների։ Ինչ է սպասվում ջրհոսներին մարտի 19-ին։
Հարգելի ջրհոսներ, այդ օրը տատանվում եք, ծանրու թեթև եք անելու, որից է հարցեր, ինչ-որ մտքեր ունեք, ընտրության առջև կանգնած կլինեք, սպասում եք ինչ-որ մարդկանց, սպասում եք ինչ-որ բանի օրվա ընթացքում և ճանապարհ եք գնալու կամ ձեզ մոտ կգան ոչ մարդիկ, այստեղ ոմանց մոտ ամուսնության առաջարկ է սա, ոմանց հրավերք կամ դուք կանեք ամուսնության առաջարկ, հրավերք հարսանիքի, հրավերք նշանադրության, նաև պայմանագիր է, որը կնքում եք և տանը շատ կարևոր մի բան է տեղի ունենում, կարևոր իրադարձություններ ունեք և օրվա վերջ լուսավոր մի բան է ձեզ հետ ևս էլի տեղի ունենալու, գուցե ինչ-որ երիտասարդ տղայի հետ է կապված, այսօր կարող է գալիս է տուն ձեր տղան բանակից, օրինակ, ինչ-որ մի բան է, որ զարմացնում է ձեզ, այդ փաստը և տրամադրությունը բարձրացնում է։ Եվ գործերը առաջ կմղեք, իհարկե շատ չեք հասցնում առաջ մղեք, որովհետև այդ տղայի հետ կապված ինչ-որ մի բան է տեղի ունենում, ոնց որ եւի արդեն էլ չեք անում ոչինչ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին մարտի 19-ին։ Հարգելի ձկներ, այդ օրը անսպասելի կտրուկ փոփոխություն դեպի լավը կլինի ձեր հարազատ մարդկանց մոտ, այն մարդիկ, ովքեր որ հիվանդ են, եթե դուք եք հիվանդ, ապա ձեզ մոտ դա կարող է լինել, կտրուկ ապաքինում, կտրուկ փոփոխություն դեպի լավը։ Հաջողություն նաև այնտեղից կարող է լինել բժշկական ոչե կենտրոնից, միգուցե հղիության մասին է լուրը, միգուցե ծննդաբերությունն է հաջողությամբ անցնում, վիրահատությունը կամ ձեզ վրա են ինչ-որ մի բան անում, դա ևս հաջողությամբ է ամեն ինչը ավարտվում։ Նաև օրվա մեջ ունեք այստեղ և երկեսանի մարդիկ, և օձեր, երկուսով հավաքված են մեկ տեղում։ Եվ ձեզ հետ ինչ-որ մի լուսավոր մի բան է տեղի ունենում, որ ուրախ եք, միգուցե արտասվում եք այդ ուրախությունից նաև և իրենք ավելի են այդպես գզգզվում և ձեզ մոտ այստեղ նաև ունեք կարիերայի բարձրացում, փոփոխություն դեպի լավը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։